Գրանցվել են 96 պատգամավորներ։ Ես խնդրում եմ ամեն խմբակցությունից մի օքի, ովքեր են ցանկանում։ Պարոն Մանուկյան, խնդրեմ։ Պարոն Հասանով, նախ վարման կարգով խմբակցության անունով չեն հայտարարում, դրա համար պատգամավորներ իրավունք ունեն վարման կարգով իրենց խոսքը փոխանցել, դրա համար չեք կարող սահմանափակել։ Ասեցի, որ պարոն Մանուկյան, ձեզ վարման կարգով թույլատվություն։ Խնդրեմ։ Խմբակցությունով չի, ամեն պատգամավոր իրավունք ունի։ Պարոն Հասանով, նախորդ ազգային ժողովում դուք այստեղ նստած եք, մեր գործընկեր պատգամավորներից որոշները բանտում էին։ Այսօր էլ դուք ստեղ նստած եք, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը էլի կալանքի տակ է, քաղաքական հետապնդման տակ է։ Նախորդ ազգային ժողովում գլխավոր դատախազը եկավ կեղտ, սուտ հայտարարություններ, սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ եւ նախորդ ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը։ Նոր ազգային ժողովա ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթակա դատական համակարգը խախտելով սահմանադրությունը, սահմանադրական դատարանի որոշումը մի քանի օր առաջ թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյան այսօրվա նիստին մասնակցի, ոչ լեգիտիմացնելով հերթական անգամ այս խորհրդարանի աշխատանքը։ Սահմանափակել, պարոն Մանուկյան։ Պարոն Հասանով, դուք գոնե լավ գիտեք բանտարկյալներն ինչ են։ Ձեր հայրենակիցներից հասարները այսօր Թուրքիայի բան Անջատել Մանուկյանի բանը։ Պարոն Մանուկյան, Սարգսյան Արթուրը արդեն շուրջ մի տարվա ընթացքում մի տարի է, որ նստած է, դա կորոշի դատարանը, թե նրան ինչ պատիժ, ինչ կալանք եւ այլն։ Այստեղ որոշվելու ոչ մի հարց չկա։ Մի րոպե, դուք կընտրենք ազգային ժողովի նախագահ, կընտրենք տեղակալներ, որոնցից մեկը կլինի ձեզանից։ Դրանից հետո արդեն մշտական հանձնաժողովի նախագահներ կընտրվեն եւ վերջապես կլինի ազգային ժողովի խորհուրդ, դուք կմասնակցեք ազգային ժողովում եւ այդ խորհրդի միջոցով կլուծեք ձեր բոլոր հարցերը։ Վերջացրեք, հաջորդ ովքեր են ցանկանում, պարոն Վարդևանյան։ Շնորհակալ եմ, պարոն Հասանով, մենք ի վերջո ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորումների իման վրա ենք կարծես առաջին նստաշրջանի անցկացումը մեկնարկում։ Համաձայն նշված կարգավորման առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Մեր խմբակցության կողմից նշված հարցը բարձրաձայնվեց։ Հիմա դուք նիստը նախագահողն եք, տարիքով ավագն եք, ձեր խոսքում հիշատակեցիք 6-րդ, 7-րդ, 8-րդ գումարման ազգային ժողովների առաջին նստաշրջանի նիստերը, որտեղ վեհապար հայրապետը ներկա է եղել։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ինչի համար նշված իրավունքը չի իրացվել, կարծում եմ դուք, որպես նիստը նախագահող, տարիքով ավագ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստերը նախագահող, պարզաբանում տվեք, ինչի համար ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքը չի իրացվել։ Շնորհակալ եմ։ Որպես տարիքով ավագ պատգամավոր, իմ իրավունքների մեջ դա չի մտնում, որ ես այսօր ձեր ասեմ, կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկ դրա դեմը չէր կարող առնել, եւ վերջապես այսօր ինձ պատիվ է եղել, որ ես այս խորհրդարանը ղեկավարեմ, երևի մի քանի ժամ հետո մենք ազգային ժողովի նախագահ կընտրենք, դուք ձեր բոլոր հարցերը կդիմեք մեր հարգարժան ազգային ժողովի նախագահին։ Հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն
ներկայացնում եմ առաջին նստաշրջանի օրակարգը, որը ձեզ բաժանված է։ Առաջին, հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ազգային ժողովի նախագահի ընտրություն, ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, կառավարության առաջարկությամբ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրերին հավանություն տալու հարց։ Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտելը տեղի են ունենում ամենօրյա 1.5 ժամ տևողությամբ 4 նիստեր, որոնք անցկացվում են ժամը 10-ից մինչև 18-ը։ Յուրաքանչյուր օրվա երկրորդ նիստից հետո հայտարարվում է 1 ժամ, իսկ մյուս նիստերից հետո 30 րոպե ընդմիջում։ Հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասի համաձայն հաշվիչ հանձնախումբը ստեղծվում է նիստի նախագահողի առաջարկությամբ ազգային ժողովի որոշմամբ։ Առաջարկը ներկայացվում է ազգային ժողովի նիստի ընթացքում եւ քվեարկության է դրվում առանց քննարկման։ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան առաջարկում եմ հաշվիչ հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ ազգային ժողովի որոշման նախագիծ, ըստ որի հանձնախումբը կազմված կլինի 11 անդամից։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանձնախմբում կունենա 7 անդամ, Ուժեղ Հայաստան խմբակցությունը 3 անդամ եւ Հայաստան խմբակցությունը 1 անդամ։ Խնդրում եմ քվեարկել այս որոշման նախագծի շուրջ։ Վարման կարգը արդեն վերջացավ։ Հիմա քվեարկում ենք։ Ժողովուրդ, եկեք իրար հարգենք, ես ձեզ շատ եմ հարգում, դուք էլ ինձ հարգեք, եկեք վերջացնենք, այնքան վարման կարգերով խոսեք, դեռ 5 տարի ստեղ եք, միասին վարման կարգել կասեք, կվիճեք, բոլոր հարցերը կլուծվեն շատ բարձր մակարդակով։ Խնդրում եմ քվեարկել։ Քվեարկություն։ Կողմ 84, 103 պատգամավոր է քվեարկել։